Տեր Հիսուսը յուրաքանչյուր իրան մոտեցողին բացահայտում էր, թե այս մարդը այդ հոգևոր աճի որ աստիճանի մեջ է եւ համապատասխան վերաբերմունք էր ցույց տալիս։ Եվ այս համապատասխան վերաբերմունք ցույց տալով յուրաքանչյուր մարդ գիտեր, թե ինքը սրանից հետո ուր պիտի հասնի։ Եվ այսօր ուզում եմ պատգամս վերնագրեմ այսպես հոգևոր հասունության 5 աստիճանները։ Եվ այս ճանապարհին, երբ որ մենք պիտի ուսումնասիրենք, մեզ համար կարևոր է հասկանալ մեր սանդղակի մեջ ուր հասած լինելը եւ թե ուր ենք ձգտելու եւ Տեր Հիսուսը մեզ համար ինչ վերաբերմունք ունի։ Առաջի Հովհաննես երկրորդ գլուխ 12-ից 14 համարների մեջ Հովհաննես առաքյալն այսպես է ասում. Գրում եմ ձեզ որդյակներ, որ ձեր մեղքերը թողված են, ձեզ նրա անունի համար, գրում եմ ձեզ հայրեր, որ ճանաչեցիք նրան, որ սկզբիցն է, գրում եմ ձեզ երիտասարդներ, որ հաղթեցիք ջարին։ Այսինքն յուրաքանչյուր հոգևոր աստիճանի համապատասխան ինչ որ պատգամ, ինչ որ ճշմարտության լուսավորում եւ այսօր ուզում եմ այդ 5 աստիճանների մեջ մենք ճանաչենք, թե ուշադիր լինենք, թե մեզանից ամեն մեկը ուր է հասել։ Գուցե երիտասարդների համար սա նորություն չլինի, որովհետեւ այս մասին իրանք արդեն խոսել են, ուսումնասիրել են այս նյութը, սա աստվածաբանական հոգևոր քոլեջի դասերից է, դրա համար ես միտեղ մի պատգամի մեջ այս միտք օգտագործեցի այս պատգամի վերաբերյալ եւ ինձ ասեցին, որ լավ կլինի, որ այս մասին պատգամ տրվի, որովհետեւ մենք քրիստոնյաներս ավելի չիմանալու պատճառով, թե ուր ենք հասել, ձգտում չունենք, թե ուր դեռ պիտի հասնենք եւ դրա համար համարձակվեցի, որ այս ուսուցման նյութը որպես պատգամ տամ։ Առաջի աստիճանը, որի մասին ուզում եմ խոսեմ, սա դիտորդ կարգավիճակն է, որ մարդիկ կան, որ պարզապես գալիս են եկեղեցի, որտեղ իրանց ինչ որ մեկը ասել է Աստծո մասին, Քրիստոսի մասին, իրանք տեսել են ինչ որ մեկի հոգևոր ընթացքը, հոգևոր աճը, հոգևոր աստվածպաշտությունը, Աստծո հետ հաղորդակցությունը եւ իրանք ուզում են, ուզեցել են գան եկեղեցի։ Ու երբ որ գալիս են, գուցե մի անգամ, 5 անգամ, 10 անգամ գալիս են, բայց շատ ավելի առաջ չեն անցնում։ Իրանց դուր է գալիս այդ մթնոլորտը Աստծուն պաշտելու, իրանց դուր է գալիս հոգևոր պատգամները, դուր է գալիս երկրպագությունը, ու իրանք գալիս են, որովհետև իրանց հետաքրքրել է հավատքը, հետաքրքրել է Աստված, բայց շատ ավելի առաջ չեն անցնում։ Քրիստոսի արյունը դեռևս նրանց կյանքը չի մաքրել իրանց մեղքերից, Քրիստոսի փրկagorցությունը դեռևս իրանց հոգու մեջ տեղ չի գտել։ Եվ այս մարդկանց մասին Մատթեոս ավետարանի 5-րդ գլուխ 1-ից 3 համարների մեջ Տեր Հիսուսի մոտ նույնպես բազմություն եկավ։ Եվ ժողովուրդը տեսնելով վեր ելավ սալը եւ երբ որ ինքը նստեց, նրա շակերտներից եկան նրա մոտ եւ նա իր բերանը բանալով սովորեցնում էր նրանց եւ ասում էր. Երանի հոգուվախքատներին եւ երանելիների պատգամը տվեց Տեր Հիսուսը, ովքեր էին նրա մոտ պարզապես հավաքվեցին ժողովուրդ։ Տեր Հիսուսը իրան մարդկանց, որոնք հետաքրքրված էին իրանով եւ իր պատգամներով, Տեր Հիսուսը սկսեց երկնքի թագավորության մասին խոսել։ Եվ Տեր Հիսուսի պատգամը երկնքի թագավորության լուսաբանումն էր։ Եվ մարդիկ, որոնք հետաքրքրված են Աստծով, հետաքրքրված են նրա ճշմարտություններով, հետաքրքրված են երկնքի թագավորությունով, Տեր Հիսուսի պատգամն ուղղված է հենց այս ճշմարտության լուսաբանմանը։ Եվ եթե դուք ես տեսնում ես դիտորդ կարգավիճակի մեջ, ես ուզում եմ մի քանի որոշակի ցանկ ներկայացնեմ, թե ինչ պատասխանատվություն կա եւ ինչ առաջադրանք կա։ Եվ երեք հիմքերի մասին պետքա յուրաքանչյուր դասակարգության մեջ եղողների մասին 3 հիմքեր պետքա ներկայացնեմ, թե որն է Աստծո Քրիստոսի պատասխանատվությունը, որն է հենց մարդու պատասխանատվությունը եւ որն է նպատակը մարդու կյանքի այս կարգավիճակի մեջ եղողների։ Եվ եթե խոսելու լինենք Տեր Հիսուսի պատասխանատվության մասին, Տեր Հիսուսը իր պատասխանատվությունը կրում է նրանց սովորեցնելու եւ սովորեցնել ինչ երկնքի թագավորության մասին։ Եթե դուք ես տեսնում ես այդ առաջի կարգավիճակի մեջ, որ դու պարզապես դիտորդ ես, դու հետաքրքրված ես Աստծով եւ Աստծո թագավորությունով, հետաքրքրված ես ավետարանի պատգամով, ուզում ասեմ Տեր Հիսուսը հետաքրքրված է, որպեսզի քեզ երկնքի թագավորությունը լուսաբանի։
ու Տեր Հիսուսի ամբողջ պատգամները այս երկնքի թագավորության լուսաբանման էր ուղղված եւ նրանց սովորեցնելու, կրթելու։ Այս մարդիկ ում են հաշվետու։ Արդյոք հաշվետվություն, պատասխանատվության զգացում ունեն ինչ-որ մեկի նկատմամբ։ Այս մարդկանց պատասխանատվության զգացում իրանք իրանց նկատմամբ հա։ Իրանք կուզեն կգան, չեն ուզի չեն գա։ Դեռևս մինիմալ մակարդակի մեջ է պատասխանատվության զգացումը եւ հաշվետու լինելու զգացումը։ Ինչ առաջադրանք կա այս մարդկանց համար։ Ապաշխարել եւ դառնալ Աստծուն։ Տեր Հիսուսի հետաքրքրվածությունն է, որպեսզի այս մարդիկ ապաշխարեն եւ դառնան Աստծուն։ Եվ կերպը կամ միջոցը, որով Աստված ուզում էր, Տեր Հիսուսն ուզում էր հասնի այս մարդկանց, Տեր Հիսուսը բժշկությունների միջոցով, ուսուցումների միջոցով եւ կարիքի դեպքում նաեւ առակների օգտագործման միջոցով այս մարդկանց սովորացնում էր, կրթում էր, փորձում էր բերեր ապաշխարության եւ Աստծուն դառնալու։ Որն էր իրենց պատասխանատվությունը։ Իրանք Աստծուն հասանելիությունը այս մարդկանց ինչքան էր, Տեր Հիսուսի հասանելիությունն այս մարդկանց ինչքան էր, Տեր Հիսուսը նրանք պարզապես կարող էին պահի տակ կանգնել եւ լսել, ինչ ասում Տեր Հիսուսն իրանց։ Միակնթարթ կարող է շաբաթը մի անգամ կամ ամիսը մի անգամ կամ 2-3 ամիսը մի անգամ այս մարդիկ գան եկեղեցի, որովհետեւ ուզում են Աստծու մասին ինչ-որ բան լսել։ Եվ պահի տակ, sense կանգառի նման կարող են կանգնել, լսել ու անցնել։ Ինչքան է այս մարդկանց ժամանակը, որ իրանք կարող են պատրաստ են Աստծուն տրամադրել, ընդամենը 10%։ Որն է նրանց ընծայման աստիճանը, այս մարդիկ չունեն ընծայման աստիճան։ Իրանք պարզապես դիտորդի կարգավիճակում են։ Եվ որն է պատրաստակամությունը նրանք պատրաստակամ են ընդամենը լսելու եւ կանչված են հավատալու համար։ Իսկ եթե նրանց նպատակի մասին խոսել ունենք, նրանք նպատակ չունեն։ Չկա նպատակ, երկինք գնալու նպատակ չկա, Աստծուն մոտենալու նպատակ չկա, Տեր Հիսուսի հետ մեկանալու նպատակ չկա, կրթվելու նպատակ չկա, ծառայելու նպատակ չկա, Աստծու կամքի գործիքը լինելու նպատակ չկա, նպատակների բացակայություն կա այս մարդկանց մոտ։ Երկրորդ կարգավիճակը, որի մասին ուզում եմ խոսեմ, սրանք հավատացյալներն են։ Գուցե դու ասես, ոնց որ թե հասանք ինձ, գուցե շատերիդ հասանք։ Երկրորդ կարգավիճակում հավատացյալներն են, եւ ուզում եմ հիշեցնեմ, երբ որ Տեր Հիսուսը իր ծառայությունը սկսում էր Մարկոս ավետարանի 1:15 համարի մեջ, Տեր Հիսուսը, երբ որ սկսում էր սովորացնել, երբ որ սկսում էր իր ծառայությունը, Տեր Հիսուսն ասում է. մոտեցել է Աստծո թագավորությունը, ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Տեր Հիսուսը կոչ էր անում մարդկանց հավատալու։ Եվ Հովհաննես ավետարանի 2:11 համարի մեջ Տեր Հիսուսը իր աշակերտներին, նրանց, ովքեր արդեն եկել էին իր մոտ, նրանց, ովքեր ում որ կանչել էր, դեռևս Տեր Հիսուսը հավաքել էր 12 հոգու, որ իր շուրջը հավաքվել էին, բայց դեռևս չէին հավատում Տեր Հիսուսին։ Եվ ինչ կատարվեց, երբ որ Տեր Հիսուսը մի հրաշք կատարեց Կանա քաղաքում, երբ որ ջուրը գինի դարձրեց, գրված է, որ այս 12-ը սկսեցին հավատալ Տեր Հիսուսին։ Հետաքրքիր է, նրանք արդեն Տեր Հիսուսի մոտ էին, բայց դեռևս չէին հավատում Տեր Հիսուսին։ Եվ Տեր Հիսուսը, երբ որ այս հրաշքը կատարեց, սկսեցին հավատալ։ Մարդիկ, որոնք հետաքրքրված են Աստծով, դեռևս դիտորդ կարգավիճակի մեջ են, հանկարծ ինչ-որ պահի նրանք սկսում են հավատքով մոտենալ Աստծուն, հավատալ, որ Տեր Հիսուսը իրանց կյանքի փրկիչն է, որ Տեր Հիսուսը իրանց մեղքերը մաքրողն է։ Եվ որն է Տեր Հիսուսի պատասխանատվությունը այս մարդկանց նկատմամբ։ Տեր Հիսուսի պատասխանատվությունն է նրանց նկատմամբ աշակերտել նրանց։ Սովորեցնել նրանց ինչի մասին, երբ որ մարդն արդեն հավատացել է Աստծուն, նորից երկնքի թագավորության մասին։ Մենք անընդհատ պիտի կրկնվենք, որ Տեր Հիսուսի հետաքրքրվածությունն է սովորեցնել նրանց երկնքի թագավորության մասին։ Ինչի, որովհետև մենք երկրի վրա երկրավոր կենսակերպը գիտենք, մենք երկրի վրա երկրավոր արժեքները գիտենք, երկրի վրա մեր երկրավոր փոխհարաբերությունները գիտենք, եւ մենք օտար ենք երկնքի թագավորության նիստուկացից,
Մենք չգիտենք ինչ կա, մենք հավատքով կարողանում ենք ընդհանրապես լուսաբանել այն, ինչ որ Սուրբ գրքի մեջ մասամբ ներկայացված է։ Եվ սրա համար Տեր Հիսուսի հետաքրքրվածությունը մեզանից յուրաքանչյուրին երկնքի թագավորությունը տեղավորել մեր սրտերի մեջ, որպեսզի մենք ճանաչենք, թե ինչ կա երկնքի թագավորության մեջ, ինչ վերաբերմունք ունի Աստված որևէ հարցի նկատմամբ։ Որտեվ Տեր Հիսուսը երբ որ երկնքի թագավորության մասին խոսում էր, նա անդադ լուսաբանում էր երկնքի թագավորությունը նման է մի հատ սերմի, որ ցանում ես, հետո աճում է, ու դու հասկանում ես, որ հոգևոր կյանքի մեջ հավատքը, երբ որ դու աճելու կարիք ունես, որ դու պետքա մեծանաս, հետո այնքան մեծանաս, մինչև երկնքի թռչունները քո վրա հովանի եղնեն, որ կարենաս շատերի ծառայություն մատուցես։ Եվ Տեր Հիսուսը անընդհատ երկնքի թագավորության ճշմարտություններն է լուսաբանում մեզ, եւ մենք կարիք ունենք շարունակաբար աշակերտ վիճակի մեջ, հավատացյալ կարգավիճակի մեջ կարիք ունենք երկնքի թագավորության ճշմարտությունները լուսաբանել։ Հետաքրքիր է, մեզ թվում է, թե մենք շատ բան գիտենք, բայց երբ որ մի քիչ սուզվում ես Աստծո խոսքի մեջ, տենում ես ինչքան քիչ բան գիտես։ Ու տենում ես, որ ինչքան բանալիներ կան Աստծո գանձարանի մեջ, որ դու ես բանալիները չունենալու պատճառով շատ ժամանակ սխալ ուղղությամբ ես գնում կամ սխալ ջանք կամ սխալ գործողություններ ես կատարում։ Եվ այս վերջերս ես մի ճշմարտություն Աստված սրտից մեջ լուսաբանեց ու ես հասկացա, որ ես երկար տարիներ ուրիշ ջանք եմ գործադրել այն դեպքում, երբ որ ես ուրիշ ուղղությամբ պիտի իմ ջանքերն ուղղեի, իմ պայքարն ուղղեի։ Ու երբ որ դու ես ճշմարտություն հասկանում ես, ասում ես, ինչքան կարիք կա, որ Աստծո ժողովուրդն էլ ճշմարտությունով լուսավորված եղնի, եւ Աստված ակնկալում է, որպեսի երկնքի թագավորության ճշմարտությունները մենք ճանաչենք, որպեսի կարողանանք մեր կյանքը ազատության մեջ տեղափոխվի։ Տեր Հիսուսն ասում էր, կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Հավատացյալ մարդիկ ում են հաշվետու, երբ որ դիտորդը հաշվետու է ինքն իրեն, ինքը կուզի կանի, չի ուզի չի անի, կուզի ես մեղքը կգործի, կուզի ես մեղքը չի գործի, հավատացյալը արդեն հաշվետու է Աստծուն։ Որտեվ երբ որ դու հավատում ես, դու Աստծո առաջ քեզ զգում ես քո վերաբերմունքը, քեզ տեսնում ես Աստծո առաջ, դու հասկանում ես, որ բաներ կա, որ երբ որ դու ճիշտ չես անում, մեղք ես գործում, դու այլևս Աստծո աշկերի առաջ պատասխանատու ես։ Եվ քեզ համար արդեն հաշվետու լինելն Աստծո աշկերի առաջ է, եւ ոչ թե ինքդ քո առաջ։ Որն է նրանց առաջադրանքը ձևավորել հարաբերություններ ուրիշների հետ։ Երբ որ դու արդեն քեզ Աստծո ընտանիքի անդամ ես համարում, քեզ հավատացյալ ես համարում, կարևոր է ձևավորել հարաբերություններ քրիստոնյաների, քույրերի եւ եղբայրների հետ, որովհետեւ մենք մի մարմին ենք, մենք հաղորդության ժամանակ, երբ որ հաղորդության մասնակցում ենք, Սուրբ Գիրքը լուսաբանում է, որ մենք բոլորս Քրիստոսի մարմնի անդամներն ենք, եւ անդամներն իրարից անջատ չեն կարող լինել։ Եթե դու հավատացյալ ես համարում քեզ, բայց դեռևս քրիստոնյաների հետ մտերիմ հարաբերություններ չունես եւ ընկերակցություն չունես, դու մտածելու կարիք ունես, որովհետեւ մենք չենք կարող ինքներս մեզ միայնակ ապրել եւ մեզ Աստծո ընտանիքի անդամ զգալ։ Մենք կարիք ունենք միմյանց եւ մենք պիտի կարողանանք իրար հետ շփում ձևավորել։ Որօրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ իրար հետ հանդիպելով, իրար հետ հեռախոսով զրուցելով, իրար հետ ճանապարհ անցնենք, մեկս մեկիս օգնենք, մեկս մյուսից քաջալերենք, որպեսզի հավատքի ճանապարհի մեջ աճենք։ Երբ որ կարիք ունես աղոթքի, իրար հետ աղոթենք։ Երբ որ կարիք ունես մի հատ հարց չես հասկանում, իրար հետ կարենանք։ Եվ սրան նպաստում է նաև շաբաթվա մեջի, ոչ թե կիրակնորի, այլ շաբաթվա մեջի ժողովները, որ հավաքվում ենք իրար հետ, զրուցում ենք իրար հետ, հարցեր ենք քննարկում իրար հետ, վկայություններ ենք տալիս մեկս մյուսից, քաջալերում ենք եւ իրար հետ հոգեվոր աճ ենք ունենում։ Կերպը, որով Աստված ուզում է հասնի, նույնն է։ Տեր Հիսուսն ուզում է հասնի այս մարդկանց բժշկությունների միջոցով, Տեր Հիսուսն ուզում է հասնի այս մարդկանց ուսուցումների միջոցով եւ երբեմն եթե կարիք կա առակների միջոցով։ Որն է այս մարդկանց պատասխանատվությունը։ Հասանելիությունը այս մարդկանց, որպեսզի սկսեն այս մարդիկ մասնակցել։ Եթե դու քեզ աշակերտ ես համարում, հավատացյալ ես համարում Տեր Հիսուսի, մասնակցությունը քո հասանելիության բաժինը պիտի լինի։
որ եթե կան պաշտամունքներ շաբաթվա ընթացքում, կան աղոթքներ, որ պիտի մասնակցենք այս աղոթքներին, կան կոչ է արվում ծոմապահությունների օրինակի համար ժամանակ առ ժամանակ մենք մասնակցենք ծոմապահություններին, այսինքն մասնակցությունը մեր հասանելիության մասը պիտի կազմի։ Ժամանակը, որ այս մարդիկ հավատացյալները պատրաստ են տրամադրել Աստծուն, ընդամենը 25% է։ Ընծայումը հավատացյալների թույլ։ Հետաքրքիր է, մենք եթե մեզ համարում ենք հավատացյալ, բայց մեր ընծայման մասին խոսալու լինենք, մենք ճիշտ է, որ տեղին է, որ բացահայտենք մեր ընծայման աստիճանը, սա ընդամենը թույլ ընծայում է։ Պատրաստակամությունը ընդունել այն ինչ որ ասում է։ Կանչվածությունն է, կանչված են հետևելու Տեր Հիսուսին։ Տեր Հիսուսի ակնկալիքն է այս մարդկանց համար, որպեսզի հավատացյալ լինողները սկսեն հետևել իրեն, եւ նպատակն է մասնակցությունը։ Հաջորդ կարգավիճակը, որի մասին ուզում եմ խոսեմ, երրորդ կարգավիճակը, որ Տեր Հիսուսին հետևող մարդիկ ունեին, Մարկոս ավետարանի 8-րդ գլուխ 34-րդ համարի մեջ Տեր Հիսուսը կոչ էր անում իր հետևորդներին։ Եվ նա ժողովրդին իր աշակերտների հետ իրան մոտ կանչեց եւ նրանց ասեց. ով որ ուզում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա եւ իր խաչը վերցնի ու իմ հետևից գա։ Տեր Հիսուսը ում կոչ արեց իրան հավատացողներին։ Մարդիկ կա, որոնք հավատում են, բայց դեռևս հետևորդ չեն Տեր Հիսուսին։ Արդյոք դու քեզ հետևորդ համարում ես Տեր Հիսուսին, թե դու քեզ ընդամենը հավատացյալ ես համարում։ Որն է տարբերությունը հետևորդի եւ հավատացյալի։ Երբ որ դու հավատում ես Տեր Հիսուսին, ինքը քո համար դարձել է քո փրկիչը։ Դու կիրառել ես Քրիստոսի արյունը քեզ համար, դու հավիտենական կյանքի պարգևն ես ձեռք բերել։ Դու Աստծուց ընդունել ես, դու Աստծուց վերցրել ես պարգևներ, դու Աստծուց վերցրել ես նրա ներումը, նրա որդեգրությունը, դու Աստծուց վերցրել ես նրան պատկանելու զգացումը, Աստծո ընտանիքի մաս կազմելու զգացումը, բայց արդյոք ավելին ձեռք ես բերել։ Եվ որն է տարբերությունը հավատացյալի եւ հետևորդի։ Երբ որ մարդը հետևորդ է, նա արդեն պատրաստ է ինքը դնել զոհասեղանի վրա բաներ։ Նա ինքը պատրաստ է, որպեսի իր անձը ուրանա, իր խաչը վերցնի ու հետևի Տեր Հիսուսին։ Արդյոք պատրաստ ես անձը ուրանաս ու հետևես Տեր Հիսուսին։ Արդյոք պատրաստ ես խաչակրության կյանքի ամեն օր նեղությունների միջոցով, ամեն օր անձը ուրանալու միջոցով գնաս Տեր Հիսուսի հետևից։ Երբ որ գալիս է ճշմարտությունը քո աչքերի առաջ, որ խոսքը բախվում է քեզ հետ, որ խոսքը ասում է, որ այս բանը մի արա, պատրաստ ես քո անձը զոհաբերել, քո ցանկությունները դնել զոհասեղանի վրա, քո խաչը վերցնել, մահվան գործիքը վերցնել եւ հետևել Տեր Հիսուսին։ Արդյոք մենք մահ կրում ենք ամեն օր, թե մենք մահ չենք կրում։ Քրիստոնյաներ, որոնք եկեղեցիների մեջ կան, մեծամասնությունը հասել են ընդամենը հավատացյալ կարգավիճակին եւ շատ ավելի առաջ չեն գնացել հետևորդ լինելու։ Ինչ կնշանակի հետևել Տեր Հիսուսին, երբ որ դու հանկարծ սրտիդ մեջ հասկանում ես, որ Տերը քեզ քաշում է ծոմապահությունների կյանքի եւ դու պատրաստ ես գնալու ծոմապահությունների կյանքի, որ ամեն շաբաթը մի օր, երկու օր դու հանկարծ պիտի ծոմ պահես, որովհետեւ ինքը ակնկալում է քեզանից, որ դու սա պիտի անես։ Արդյոք մենք պատրաստ ենք հետևել։ Երբ որ հանկարծ հասկանում ես, որ Տերն ակնկալում է քեզանից, որ դու պիտի սկսես ուսումնասիրություններ անել Սուրբ գրքից, որ դու պիտի օրվա մեջ մի ժամ, երկու ժամ Սուրբ գրքի մեջ ժամանակ անցկացնել եւ հասկանում ես, որ Տերն ակնկալում է քեզանից, որովհետեւ Տերն ուզում է կերտել քեզանից մի անոթ, որը կօգտագործի իր փառքի համար։ Հանկարծ տեսնում ես, որ Տերը քեզանից ակնկալում է, որպեսզի դու օրվա մեջ մի ժամ կամ երկու ժամ մարդկանց ավետարան խոսաս։ Տերն ակնկալում է, որ դու մի ժամ կամ երկու ժամ կամ 3 ժամ ծնկների վրա ժամանակ անցկացնես։ Արդյոք պատրաստ ես անելու սա։ Երբ որ հանկարծ տեսնում ես, որ Տերն ակնկալում է քեզանից, որ դու պիտի քո ժամանակի 50%-ը ներդնես իր կամքի մեջ, իր գործի համար, իր նպատակների համար։ Դու արդյոք պատրաստ ես հետևել Տեր Հիսուսին։
տարբերությունը հավատացյալի եւ հետևորդի սա է, որ մեկը ընդամենը վերցնող է, իսկ մյուսը պատրաստ է ինքը դնել զոհասեղանի վրա, բաներ, որտեղ Տեր Հիսուսն ասում էր, եթե դուք ուզում եք ինձ հետևեք, իմ հետևորդը լինեք, դուք պիտի պատրաստ լինեք, ձեր խաչը վերցնեք եւ ձեր անձը ուրանաք ամեն օր ու գաք իմ հետևից։ Տեր Հիսուսի պատասխանատվությունը աշակերտել է մարդկանց եւ նորից սովորեցնել երկնքի թագավորության մասին, որովհետեւ երբ որ դու հասնում ես հետևորդ կարգավիճակին, դու հասկանում ես, որ դու երկնքի թագավորություն ունենալու համար, երկնքի թագավորության մեջ վարձք ունենալու համար դու պիտի երկրի վրա բաներ կորցնես։ Տեր Հիսուսն ասում էր, այս ձև թե այն ձև դուք ձեր անձը կորցնելու եք։ Եթե դու երկրի վրա քո անձը կորցրեցիր, հավիտենականության մեջ կգտնես, բայց եթե դու երկրի վրա քո անձը պահեցիր, դու հավիտենականության մեջ քո անձը կորցնելու ես։ Ուզես թե չուզես, դու քո անձը կորցնելու ես։ Մենք մեր անձը կորցնելու ենք, ուզենք թե չուզենք։ Մեր ձգտումները, մեր նպատակները, մեր հաճույքի այդ ձգտումը, որ մեզ համար լավ եղնի, մենք երբ որ երկրի վրա պատրաստ ենք, սա ճշմարտության լուսաբանումն է, որ Տեր Հիսուսը լուսաբանում էր, ասում էր, այս ձև թե ձև դու քո անձը կորցնելու ես։ Ու եթե դու պատրաստ ես երկրի վրա կորցնելու քո անձը, դու հավիտենության մեջ կգտնես քո անձը։ Բայց եթե դու երկրի վրա կորցնես քո անձը, դու կգտնես երկնքում։ Եվ Տեր Հիսուսի հետաքրքրվածությունն է սովորեցնել մեզ երկնքի թագավորության մասին։ Այս մարդկանց համար Տեր Հիսուսը ակնկալում է, որպեսզի հետևորդ մարդիկ հաշվետու լինեն իրենց վերակացուներին, ովքեր վերակացու են իրանց համար, որովհետև երբ որ դու հետևորդ ես, դու այլևս, եթե դիտորդի կարգավիճակի մեջ ինքը հաշվետու էր ինքն իրեն, իսկ հավատացյալի դեպքում ինքը հաշվետու էր Աստծուն, հետևորդի դեպքում դու նաև հաշվետու ես դառնում քեզ վերակացու լինողներին։ Առաջադրանքն է այս մարդկանց սովորել լսելու միջոցով։ Եվ հանկարծ այս մարդիկ դառնում են աշակերտ։ Այս մարդիկ դառնում են սովորող, լսող, թե ինչպես ես Աստծո թագավորության մասին աճը ապահովեմ, ես պիտի սովորեմ։ Եվ այն մարդիկ, ովքեր իրանց համար տեսնում են, որ իրանք պետքա հավատացյալից հետևորդ դառնան, շատ հարմար ժամանակ է սովորելու համար։ Իսկ մենք հաջորդ շաբաթօրը, առաջիկա շաբաթօրը մենք կսկսենք մեր դպրոցը, մեր եկեղեցու դպրոցը, որը գրեթե 4 ամիս տևողություն կունենա, եւ հավատում եմ, որ մեծ օրհնություն կլինի այն մարդկանց համար, ովքեր ուզում են հավատացյալից հետևորդ կարգավիճակի մեջ հայտնվեն, կարևոր է այս մարդկանց համար, որպեսզի սովորեն այս դպրոցի մեջ, որովհետև մենք բազմակողմանի ուսուցում ենք ունենալու Տեր Հիսուսի երկնքի թագավորության լուսաբանման շուրջ, թե ինչ է երկնքի թագավորությունը, մենք պիտի ավելի քան 40 թեմաներ ուսումնասիրենք, հոգևոր ճշմարտություններ, եւ հավատում եմ, որ մեծ օգնություն կլինի հատկապես նրանց համար, ովքեր որևէ դպրոց, որևէ ուսուցում չեն անցել։ Եվ հետևորդի կերպը, որով Տեր Հիսուսն ուզում է հասնել այս մարդկանց, նույն կերպն է, ինչ որ նախորդ երկու տարբերակների մեջ, որն է իրենց պատասխանատվությունը, հասանելիությունը խրատվելու։ Եկեղեցում մարդիկ կան, որոնք չեն իրանց մեջքը չեն տալիս խրատվելու։ Մարդիկ կա, որոնց չես կարող ասես, այս բանը ճիշտ չի, որ քո կյանքի մեջ արվում է։ Այս երևույթը ճիշտ չի քո կյանքի մեջ, որովհետև այս մարդիկ շատ խոցելի են։ Իրանք եթե հանկարծ հանդիմանես, եթե հանկարծ ուզես շտկես այս մարդկանց, այս մարդիկ չեն կարող ընդունել։ Բայց հետևորդը արդեն որն է նրա հասանելությունն է, ինքն իրան խոնարհացնում է խրատվելու։ Եվ եթե դու տեսնում ես, որ քո կյանքի մեջ քեզ դժվար է նկատողություն կամ դիտողություն կամ խրատ տալը, դու դեռևս հետևորդ կարգավիճակի մեջ ես Տեր Հիսուսին, եւ դու կարիք ունես խոնարհվելու խրատ ընդունելու համար, որն է այս մարդկանց ժամանակ Աստծուն տալու կարողությունը, այս մարդիկ արդեն կարողանում են իրենց ժամանակից 50% ժամանակ տալ Աստծուն։
ընծայումը միջին։ Անգամ հետևորդ կարգավիճակում մարդկանց ընծայումը միջին կարգավիճակի մեջ է։ Եվ որն է ցանկությունը այս մարդկանց հանկարծ, եթե նախորդ կարգավիճակների մեջ մեզ համար ընդամենը լսելն էր կամ ընդամենը հետևելն էր, մեզ համար արդեն աճելու ցանկությունն է բարձրանում։ Հետևորդը ցանկություն ունի աճելու հավատքի մեջ։ Արդյոք դու ուզում ես հավատքի մեջ աճես։ Արդյոք ուզում ես, որ քրիստոնեական քո աճը հոգու մեջ Տեր Հիսուսի հետ մտերմության մեջ աճես։ Եվ պատրաստակամությունն է փոխվել։ Հետևորդը պատրաստակամություն ունի փոխվելու։ Եվ եթե դու կամենում ես փոխվել, դու լավ տեղի մեջ ես, որովհետև հասկանում ես, թե ինչքան թերի բաներ կան քո կյանքի մեջ եւ դու պիտի փոխվես։ Եվ կանչված են այս մարդիկ, որպեսզի սովորեն։ Եվ նպատակը դառնում ես մարդկանց կյանքի մեջ, որն է նպատակը, նպատակ է դառնում աշակերտվել Տեր Հիսուսի կողմից։ Սրա մասին խոսեցի։ Մենք արդյոք ուզում ենք հետաքրքրված ենք սովորելու, թե հավատքի կյանքի մեջ ինչ որ հասել ենք, որտեղ որ հասել ենք, արդեն անգամ Սուրբ Գիրքը չենք կարդում, որովհետև եթե բացում ես Սուրբ Գիրքը, ուզում ես մի բան կարդաս, ասում ես դե այս պատմությունը գիտեմ, հետո թերթում ես այս մյուսն էլ գիտեմ, ու ոնց որ թե արդեն ախորժակդ կորչում է Աստծուց բան սովորելու։ Բայց երբ որ մոտենում ենք Սուրբ Գրքին, մենք պիտի մոտենանք Սուրբ Գրքին, տեսնելու թե Տերն ինչ է ուզում ինձ սովորացնի, եւ այս հետևորդ մարդիկ հետաքրքրված են սովորելու, որտեղ իրանց առաջ նպատակ են դրել Տեր Հիսուսից սովորեցնելու։ Տեր Հիսուսը այդքան սովորացնում էր ու դեռևս շատ բաներ սովորացնելու, եւ Տեր Հիսուսը երբ որ պետքա գնար, ինքն ասում էր. ձեզ շատ բան ունեմ ասելու, բայց դեռևս դուք չեք կարող տանել։ Տեր Հիսուսն այնքան բան ունի սովորացնելու։ Մեզ անհատական Սուրբ Հոգին եկել է, որպեսզի մեզ ամեն ճշմարտության առաջնորդի։ Եվ մենք մտածում ենք, որ մենք հասել ենք, մենք արդեն ամեն բան գիտենք, մենք Սուրբ Գրքի մասին տեղյակ ենք, մենք հոգևոր աշխարհի մասին, հոգևոր իրականության մասին տեղյակ ենք, բայց մենք այնքան բան ունենք սովորելու, այնքան խորն ունենք գնալու կարիք, որ Տեր Հիսուսը մեզ լուսաբանում է, հետո ավելին է լուսաբանում, հետո ավելին է լուսաբանում, հասկանում ես այն Հովհաննես Թումանյանը, որ ասում է ամեն անգամ քո տվածից երբ մի բան եմ քեզ տալիս, ամեն անգամ երբ տեսնում եմ, թե ինչքան ես դեռ ինձ տվել, որ ինչքան դեռ քեզ պիտի տամ, ինչքան բան կա, երբ որ ամեն անգամ Աստված մի հատ բան է լուսաբանում քեզ, դու հասկանում ես, թե ինչքան քիչ բան գիտես դու հոգևոր իրականության մասին։ Այս մարդիկ հետաքրքրված են սովորելու։ 4-րդ կարգավիճակը սա ծառայող կարգավիճակն է։ Ղուկաս ավետարանի 10-րդ գլուխ առաջի համարի մեջ։ Մենք կարդում ենք, որ սրանից հետո Տերն ուրիշ 70 հոգի էլ կարգեց եւ նրանց երկու իր երեսի առաջից ուղարկեց այն բոլոր քաղաքները եւ տեղերը, որտեղ որ ինքը գնալու էր։ Մարդիկ կային, որ արդեն Տեր Հիսուսը վստահում էր ինչ որ բան անել իր համար։ Հետաքրքիր է, մենք կարող ենք մեզ ծառայող համարել, բայց մենք դեռևս լինենք ընդամենը աշակերտ վիճակի մեջ, ընդամենը լինենք հավատացյալ կարգավիճակի մեջ, որովհետև հավատացյալը, որ մտածում է ինքը ծառայող պետքա լինի, ինքը դեռևս պետքա անցնի հետևորդ կարգավիճակով, որպեսզի ինքը դառնա ծառայող։ Ցավոք սրտի շատ ծառայողներ, որոնք իրանց ծառայող են համարում, իրանք ընդամենը հավատացյալներ են եւ հետևորդ չեն։ Եվ սա է պատճառներից մեկը, որ եկեղեցիներին Աստծո թագավորության մեջ ծառայությունները մատուցվում են ընդամենը բնական կարողությունների հաշվին եւ ոչ աստվածային առաջնորդության եւ Սուրբ Հոգու ազդեցության եւ Սուրբ Հոգու ներգործության հաշվին։ Եվ սա է պատճառը, որ Աստծո թագավորությունը տուժում է ծառայողների թերի կամ պատրաստված չլինելու պատճառով։ Տեր Հիսուսն ասում էր. աղաչեցեք հունձքի Տիրոջը, որ մշակներ հանի իր հունձքի համար։ Եվ ծառայողը Տեր Հիսուսի պատասխանատվությունն է աշակերտել նրանց եւ սովորեցնել նրանց նորից Աստծո թագավորության մասին։ Եվ այս մարդիկ արդեն հաշվետու են ոչ թե իրենք իրենց, հաշվետու են ոչ թե Աստծուն միայն,
եւ ոչ թե միայն ղեկավարությանը, այլ այս մարդիկ արդեն հաշվետու են նաեւ ուրիշներին, որովհետեւ Տեր Հիսուսի ակնկալիքն է, որպեսզի ծառայողները բարի վկայություն ունան ոչ թե միայն եկեղեցու ներսում, այլ վկայություն ունան բարի նաև ուրիշների դրսինների կողմից։ Եվ Աստծո ակնկալիքն է այս մարդկանց համար, որպեսզի այս մարդիկ հաշվետու լինեն ոչ միայն Աստծուն եւ ոչ միայն իրանց վերակացուներին, այլ նաև ուրիշներին էլ։ Առաջադրանքն է նորից ծառայության մեջ լսող, հնազանդվող լինել։ Այս մարդկանց համար առաջադրանքը սա է Աստծո, որպեսզի նրանք լինեն ծառայության մեջ լսող եւ հնազանդվող։ Կերպը, որով Աստված ուզում է հասնի, նույնն է, նորից բժշկությունների միջոցով, նորից ուսուցման միջոցով, նորից առակների միջոցով, եթե կարիք կա, եւ Աստված ուզում է այս կերպով հասնի, որն է իրենց պատասխանատվությունը եւ նրանց հասանելիության աստիճանն է աջակցել ուրիշներին։ Այն ժամանակը, որ ծառայողները կարող են տալ Աստծուն եւ Աստծո թագավորության համար, սա 75% է։ Ընծայումը բարձր, ցանկությունը տալ մարդկանց, պատրաստակամությունը զոհաբերել եւ կանչված են ծառայելու համար։ Եթե ծառայող ես ու տալու ցանկություն չունես, մտածելու կարիք ունես։ Եթե քեզ ծառայող ես տեսնում, բայց զոհաբերելու կարողություն չունես, նորից մտածելու կարիք ունես։ Ու ոչ միայն սա վերաբերվում է ժամանակին, ոչ միայն վերաբերվում է ջանքին, այլ նաև սա վերաբերվում է ֆինանսներին, որովհետև յուրաքանչյուր ծառայող պետք է գիտակցի, որ ինքը ամբողջությամբ Աստծուն է պատկանում եւ իր ամեն ինչը պատկանում է Աստծուն։ Ու եթե Աստված կարիք ունի իմ ֆինանսների, ես պիտի տնեմ այս ֆինանսները Աստծու գործի համար եւ Աստծու ծառայության համար։ Եվ այս մարդկանց նպատակն է ծառայել Աստծուն, անել Աստծու կամքը։ 5-րդ կարգավիճակը, որի մեջ որը բարձրագույն կարգավիճակն է Տեր Հիսուսի շրջապատող մարդկանց, որ Տեր Հիսուսը շատ քչերին էր, որ այս կարգավիճակի մեջ տեսնում էր, սրանք բարեկամներն են։ Հովհաննես Ավետարանի 15-րդ գլուխ 14-ից 16-րդ համարներն եմ ուզում ընթերցել։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ ձեզ։ Այլևս ծառա չեմ ասում ձեզ, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ինչ է գործում, բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետև ամեն ինչ որ լսեցի իմ հորից, իմացրի ձեզ։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ, եւ ձեզ դրի, որ դուք գնաք եւ պտուղ բերեք, եւ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ հորից խնդրեք, իմ անունով տա ձեզ։ Դուք իմ բարեկամներն եք, որ դեպքում եք իմ բարեկամները։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ որ պատվիրում եմ ձեզ։ Հանկարծ բարեկամի համար մի հատ ուրիշ կարգավիճակ է հայտնվում, որովհետև այս բարեկամները երկար ճանապարհ են անցել Աստծուն ծառայելու ճանապարհի մեջ։ Շատ բաների միջով են անցել, շատ վերուվայրումներով են անցել, շատ պայքարներով են անցել եւ հասել են միտեղ, որտեղ Աստված կարող վստահի այս մարդկանց, որտեղ Աստված գործակից է տեսնում այս մարդկանց իրեն հետ։ Աստված Աբրահամի մասին, երբ որ խոսում էր, երբ որ հանկարծ պիտի գնար Աստված Սոդոմն ու Գոմորը կործանելու համար, գնաց Աբրահամին մի հատ տեսավ։ Երբ որ Աբրահամին տեսավ, հետո Աբրահամի հետ մենակ մնաց, ասավ, արդյոք ես կարող էի քեզանից մի բան թաքցնել։ Որովհետև Աստված Աբրահամին որպես գործակից էր տեսնում, որպես բարեկամ էր տեսնում։ Երբ որ Աստված քեզ ու ինձ բարեկամ կարգավիճակի մեջ տեսնի, Աստված երբ որ մի բան ուզում անի, մեզ կասի, այս բանն ուզում եմ անեմ։ Ինչու՞, որովհետև Աստված գործակից էր տեսնում։ Մովսեսի մասին ես հաճախ մտածել եմ, ասել եմ, մենք մտածում ենք, որ Մովսեսը ինչ էր, մի հատ մարդ էր, որ 40 տարի Եգիպտոսում փարավոնի
այդ պալատի մեջ մեծացել էր, հետո 40 տարի անապատի մեջ ոչխար էր արածացնել, հետնել իր ոչխարները չէր արածացնում, իր անոր ոչխարներն էր արածացնում, սեփական ոչ մի բան չուներ, ոչ տուն ուներ, ոչ հոտ ուներ, ոչ մի բան չուներ, ընդամենը մի կնիկ երկու երեխա ուներ, երկու տղա ուներ։ Ու վերջ, ուրիշ բան չուներ։ Բայց հասել էր միտեղ, որ երբ որ Աստված ուզում էր կործաներ Իսրայելի ժողովրդին, որտեղ բարկացրել էին իրան, որտեղ այստեղն էին հասցրել, Մովսեսն ասավ, խնդրում եմ մի արա դա, որտեղ եթե դու անես, ավելի լավ է իմ անունը ջնջես քո կյանքի գրքից, քան թե այս ժողովուրդը վերացնես։ Աստված հաշվի նստեց Մովսեսի հետ։ Ինչի, որտեղ գործակից էր դառել Աստծուն, որտեղ մեկն էր դառել, որին Աստված կարողանում էր վստահել, որ իր հետ գործ աներ։ Երբ որ մենք կկարենանք հասնենք այն աստիճանին, որ Աստված մեզ որպես իր բարեկամի կվերաբերվի, որպես գործակցի կվերաբերվի, այն ժամանակ մենք հասած կլինենք հոգևոր բարձր աստիճանի։ Մենք կարանք որպես ծառայողներ բաներ անենք հանուն Աստծո, սա ծառայության ամենացածր մակարդակն է։ Մենք հետո կարանք բաներ անենք Աստծու հետ, սա ուրիշ մակարդակ է։ Երբ որ դու գործակից ես, այս մասին խոսում է Կորինթացիս թուղթը, երբ որ դու սկսում ես Աստծու հետ վարվել ու Աստծուն գործակից ես։ Մենք Աստծո գործակիցներն ենք, ասում է Սուրբ Գիրքը։ Երբ որ Աստված սկսում է քեզ որպես գործակցի վերաբերվել, սա լրիվ ուրիշ մակարդակ է։ Եվ դու արդեն կարող ես ձեռ-ձեռի Աստծո հետ գնաս։ Դու կարաս Աստծուն ասես, Տեր, այս հարցը ոնց անենք։ Տերն էլ քեզ ասի, այս հարցը ուզում եմ, որ այս ձև անենք։ Դու ասես, Տեր, եթե կուզես այս ձևով անենք, ես պատրաստ եմ, որ անեմ։ Ում ուղարկեմ եւ ով կգնա ինձ համար, եւ ահա ես ինձ ուղարկի։ Այս մարդիկ շարունակում են հավատարմաբար ծառայել, սովորել, աճել, ձևավորել մտերիմ հարաբերություններ Աստծո հետ։ Ունեն գիտակցված որոշում իրենց կյանքը ուրիշներին ծառայեցնել, նվիրել, պատրաստ են զոհաբերել անձնական միջոցները եւ ներդնել մարդկանց կյանքում, պատրաստ են օգտագործել Աստծո տվածներն ուրիշների հոգևոր աճի համար։ Եվ այս մարդկանց պատասխանատվությունն է, Քրիստոսի պատասխանատվությունն է այս մարդկանց համար, որպեսզի նորից շարունակի աշակերտել նրանց եւ Աստծո թագավորությունը սովորեցնել նրանց։ Եվ այս մարդիկ հաշվետու են բոլորին։ Եթե մի դեպքում հաշվետու էին իրենք իրենց, հաջորդ դեպքում հաշվետու էին Աստծուն, հետո հաշվետու էին ուրիշներին, հետո հաշվետու էին վերակացուներին, հետո ուրիշներին, այս մարդիկ հաշվետու են բոլորին։ Պողոս առաքյալն ասում է, մենք փնտրում ենք բոլորին հաճելի լինել, որպեսզի մեր պաշտոնը չարատավորվի։ Մենք փնտրում ենք բոլորին հաճելի լինել, որպեսզի մեր պաշտոնը չարատավորվի։ Եվ այս մարդիկ պատրաստ են բոլորին հաշվետու լինել։ Էական չի, քրիստոնյա է, ցածր խաղա, բարձր խաղա, իրանց ամեն ինչը չափուձևված է, իրանք հոգևոր մի տեղ են հասել, որտեղ ամեն ինչ հոգու մեջ աճել են, Աստծո շնորհի մեջ աճել են, բնավորության մեջ հասել աճել են։ Եվ Տեր Հիսուսի համար գրված, որ Տեր Հիսուսը բարձրացավ բարձր, հետո իջավ ներքև, հետո բարձրացավ բարձր եւ մարդկանց պարգևներ տվեց։ Եվ պարգևները տվեց եկեղեցու մեջ, որպեսզի ոմանք լինեն առաքյալներ, մարգարեներ, ավետանիչներ, հովներ եւ վարդապետներ, եկեղեցու շինության համար, պաշտոնի գործի համար, մինչեւս հասնենք Քրիստոսի ամբողջական հասակի։ Եվ Աստծո հետաքրքրվածությունը սա, որպեսզի մենք աճենք Հիսուս Քրիստոսի մեջ, որպեսզի հասնենք Տեր Հիսուսի ամբողջական հասակին։ Սա սրանում է հետաքրքրված, եւ այս մարդիկ իրանց բնավորության մեջ, իրանց էության մեջ նմանվել են այնքան Տեր Հիսուսին, որ մարդիկ կարան իրանց հետ շփվեն ու Աստծուց օգնված եղնեն։ Սրանք բարեկամներն են։ Այս մարդկանց առաջադրանքը զոհաբերել ծառայության համար։ Տեր Հիսուսին 12 աշակերտներն ասում էին, Տեր, քո համար ամեն ինչ թողեցինք։ Ամեն ինչ թողեցինք քո համար։ Մեր ընտանիքն էլ թողեցինք, մեր գործն էլ թողեցինք,
Մեր հեռանկարն էլ, կարիերան էլ թողեցինք, մեր երեխեքի համար տուն սարքելու, ասենք, ինչ-որ բաներ ձեռք գցելու ես, ամեն ինչը թողեցինք, մենք ամեն ինչ թողեցինք, քո հետևից եկանք։ Մեզ ինչ կլինի։ Տեր Հիսուսն ասում էր, լավ կլի ձեր բանը, լավ կլի ձեր բանը։ Ով որ թողեց իմ համար տուն, ունեցվածք, աշխատանք, հետաքրքրվածություններ, հոբբիներ, իր հաճելի ժամանցը, իր հանգիստը, իր ընտանիքը, ամեն ինչ թողեց, հարուրապատի կկառնի, հետո վերջում էլ հավիտենական կյանք կառնի։ Աշակերտներն ասում են, Տեր, բայց քո համար ամեն ինչ թողել ենք, Տեր Հիսուսն ասում է, ճիշտ է կարել, որ թողել եք։ Նրանք, ովքեր բարեկամ կարգավիճակի մեջ են, իրանք պատրաստ են զոհաբերվելու ծառայության համար։ Իրենց պատասխանատվությունը, հասանելությունը համագործակցել։ Այս մարդիկ, որոնք հասել են բարեկամ կարգավիճակին, իրանք պատրաստ են համագործակցել։ Էլ չկան խոչընդոտներ, որ սա այս հարաբանությունից է, այն հարաբանությունից է, ինչի, որտեղ երկնքի թագավորության աչքերով են սկսում նայել։ Պատրաստ են համագործակցել այն փոքրերին բարձրացնել, փոքրերի հետ ու մեծերի հետ, բոլորի հետ կարող են նույնը լինել, խոնարհության մեջ, Քրիստոսի մեջ աճել են, որ կարան ամենքի հետ նույնն եղնեն, ամենքի հետ հավասար լինեն եւ համագործակցեն բոլորի հետ։ Ժամանակը, որ նրանք պատրաստ են Տեր Հիսուսին տալու, Աստծուն տալու 100% է։ Ընծայումը ամբողջական, ցանկությունը հասնել հաջողության, ձգտում հասնել Պողոս առաքյալը, որ ասում էր ամեն բան թողել եմ, վերին նպատակի հետևից եմ ձգտում, որպեսզի այդ մրցանակը շահեմ եւ այս մարդկանց նպատակն է հաջողության հասնել։ Պատրաստակամությունը մեռնելու։ Ամեն։ Եվ այս մարդիկ, եթե նախորդ դեպքերում կանչված էին, այս դեպքում նրանք պատրաստված են ապրել խաղաղության մեջ բոլորի հետ։ Այս մարդիկ, այս մարդկանց հետ դժվար է հարաբերություններ վնասել, փչացնել, որովհետև այս մարդիկ խոնարհվել են, սովորել են խոնարհությունով բոլորի հետ խաղաղություն պահել։ Սուրբ Գիրքը, որ ասում է, ինչքան հնարավոր է բոլորի հետ խաղաղություն պահեք, արդեն դժվար է այս մարդկանց նեղացնել, որովհետև այս մարդիկ ավելի հոգևոր հասուն են։ Մարդիկ կա չէ, որ մի հատ փոքր բան ես անում, շատ հեշտ վնասվում են, բայց այս մարդկանց դժվար է վնասել ու նեղացնել։ Եվ նրանց նպատակն է միաբանությունը կամ մեկությունը բոլորի հետ։ Եթե հիմա մի քանի համարներ կկարդամ եւ այս մի քանի համարներով կփորձենք բացահայտենք ինչպես դիտորդից դառնանք հետևորդ, հավատացյալ, հետո հավատացյալից հետևորդ, հետո հետևորդից ծառայող, հետո ծառայողից դառնանք Տեր Հիսուսի բարեկամ։ Տեր Հիսուսը Մատթեոս Ավետարանի 18-րդ գլուխ 28-րդ գլուխ 10-ից 28-րդ համարների մեջ ասում էր, որ գնացեք ամբողջ աշխարհը, ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա, ուրեմն գնացեք ու աշակերտեցեք նրանց։ Ուրեմն գնացեք բոլոր ազգերը, աշակերտեցեք նրանց մկրտելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգանով։ Նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի, պահեն եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհի վերջը։ Մենք Տեր Հիսուսից պատվեր ունենք եւ այս պատվերը, որպեսզի մենք մարդկանց աշակերտենք եւ աճացնենք, որպես աշակերտներ Աստծո թագավորության մեջ։ Եվ Հռոմեացիս 8-րդ գլուխ 28-29 համարների մեջ բացահայտվում է մի կարևոր ճշմարտություն, որ բոլորս կանչված ենք Տեր Հիսուսին նմանվելու, բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին, որ նախասահմանվելով կանչված են։ Մենք ընդհանրապես առաջի հատվածն ենք նայում ու սրանով բավարարվում ենք, որ ամեն բան իմ կյանքի մեջ ինչ որ կատարվում է, բարին գործակից լինելու համար է, բայց մենք շարունակության մեջ կարդում ենք, որտեղ նրանց, որ առաջուց կանչեց, բայց նրանց, որ առաջուց ճանաչեց, առաջ էլ սահմանեց իր որդու պատկերին կերպանակից դնելու, որ նա անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ։ Աստված մեզանից ամեն մեկի համար հետաքրքրված է Հիսուս Քրիստոսին նմանացնելու։ Արդյոք ցանկություն կա սրտիդ մեջ նմանվելու Տեր Հիսուսին, թե ցանկությունը լքել է քեզ տարիներ առաջ։ Արդյոք դեռևս ձգտում պահպանվում է քո սրտի մեջ նմանվելու Տեր Հիսուսին։
Եթե մենք չունենք ձգտում նմանվելու Տեր Հիսուսին, մենք կորցրել ենք Աստծո նպատակը մեր կյանքի համար։ Արդյոք պահպանել է Աստծո նպատակը քո սրտի մեջ, որ նմանվես Տեր Հիսուսին։ Բայց ինքը ինչ ձևին է, ինքը ոնց է մտածում, ինքը ինչ ճաշակ ունի, իրան ինչն է դուր գալիս, ինքը ոնց կվարվեր իմ փոխարենես իրավիճակի մեջ։ Ես հետաքրքրված եմ արդյոք Տեր Հիսուսին նմանվել, թե ես հետաքրքրվածությունը ձեռիցս տվել եմ։ Եվ մեր կյանքի համար պետք է սա առաջնային նպատակ եղնի Տեր Հիսուսին նմանվելու։ Եվ եթե անցման հաջորդականությունն ասենք Կողոսացիս առաջի գլուխ 13-14 համարների, հետո 19-ից 23 համարների մեջ մենք դիտորդից հավատացյալ դառնալու համար մենք այս կերպը ունենք, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ, որի ձեռքով ունենք փրկություն, նրա արյունով մեղքերի թողություն։ Եթե դու դիտորդ ես ընդամենը, եթե ժամանակ առ ժամանակ գալիս ես եկեղեցի ու ընդամենը բավարարում ես սրանով, ուզում եմ քեզ լուսաբանեմ այս ճշմարտությունով, Տեր Հիսուսի հետաքրքրվածությունը սա է, որպեսզի դու լվացվես քո մեղքերից Տեր Հիսուսի արյունով ու դառնաս որդի նրան, որ դառնաս ժառանգ նրան։ Հետո շարունակության մեջ ասում է 19-ից 23 համարների մեջ, որտեղ Աստված հաճեց, որ նրանում աստվածության բոլոր լիությունը բնակվի եւ նրանով ամենը հաշտեցնի իր հետ, Աստված հետաքրքրված է քեզ հաշտացնի իր հետ, խաղաղություն անելով նրա ձեռքով, նրա խաչի արյունով, թե երկրիզա, թե երկնքում լինողներին, եւ ձեզ էլ որ մի ժամանակ օտարացած եւ թշնամի եք մտքով եւ չար գործերում։ Եթե մենք չար գործերով ու մտքով հեռու ու օտարացած էինք Աստծուց, Աստված ուզում է որպեսզի մեզ մոտեցնի իրան եւ մեզ հետ հաշտություն կնքելով մեզ լվանա Հիսուս Քրիստոսի արյունով եւ մեզ արդար դարձնի եւ արդար կենսակերպ պարգևի։ Եվ եթե դիտորդից հավատացյալ կարգավիճակի անցման մասին ենք խոսում, կերպը սա է, որպեսզի մարդ անցնի Տեր Հիսուսի արյան միջով եւ դառնա հավատացյալ։ Ինչպես դառնա հավատացյալը աշակերտ կամ հետևորդ։ Հովանես Ավետարան 8-րդ գլուխ 30-ից 32 համարները։ Երբ որ նա այս բաները խոսում էր, աշակերտները հավատացին նրան։ Եվ Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասեց. եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք։ Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք։ Տեր Հիսուսը հավատացյալների համար ուզում է, որպեսզի կերպը, որով հավատացյալը կարող է աշակերտ դառնալ կամ հետևորդ դառնալ, կերպը սա է, խոսքի մեջ մնալ, հետաքրքրված լինել, որպեսզի խոսքը պահենք, որ հետևենք Տեր Հիսուսին, ոնց որ քիչ առաջ ասեցի, որ անձը տուրանաս, խաչդ վերցնես ու գնաս Տեր Հիսուսի հետևից, որ եթե նա ակնկալիք ունի քեզանից, նրա ակնկալիքների բավարարողը դառնան, եթե ուզում ենք որպես հետևորդ դառնալ, արդեն հավատացյալ լինելով, որն է հետևորդից ծառայող դառնալու կերպը։ Մատթեոս Ավետարան 16-րդ գլուխ 24-րդ համար։ Այն ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասեց, եթե մեկը կամենում իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա, իր խաչը վերցնի ու իմ ետևից գա։ Այլևս ծառայողը պատրաստ է Տեր Հիսուսի համար նրա կամքը կատարելու, պատրաստ է իր անձի հաշվին, իր անձը նեղելու, զոհաբերելու հաշվին Տեր Հիսուսի հետևից գնա եւ նրա կամքը կատարի ու նրա ծառան լինի։ Եվ բարեկամի համար կարդացինք արդեն Հովանես Ավետարանի 15-րդ գլուխ 13-ից 15-րդ համարները, որ դուք իմ բարեկամներն եք, եթե իմ կամքը կատարեք։ Եվ Տեր Հիսուսի հետաքրքրվածությունն է, որպեսզի մեզ աճացնի իր նմանության մեջ։ Եվ Սուրբ Հոգին եկել է, որպեսզի մեր ձեռից բռնի ու մեզ տանի հոգևոր աճի այս սանդղակների միջոցով, դիտորդից մինչև բարեկամ։ Ինչ է Տեր Հիսուսի ակնկալիքը մեզանից։ Հայր Աստված ինչ է ուզում տեսնի երկրի վրա։ Մենք Հռոմեացիս թղթի մեջ կարդացինք, որ նրա ակնկալիքն է, Աստծո ակնկալիքն է, որպեսզի մեզ Հիսուս Քրիստոսի կերպանակից դարձնի, նրա նմանությունը կերտի մեր ներսում։ Եվ դրա համար ուզում եմ քեզ քաջալերեմ, եթե մինչև հիմա առանց նպատակի ապրել ենք, առանց ձգտումների ապրել ենք, առանց հոգևոր աճի միտման ապրել ենք, եթե հասած ենք եղել միտեղ, որ մտածել ես, հա, ստեից հետո բա էլ ուր, էլ դրանից հետո ուր կհասնեմ, դու գիտես ուր կարող ես հասնել։
Եվ թող որ հետաքրքրվածություն լինի Տեր Հիսուսի նմանությունը եւ ձգտումը մեկանալ Աստծո հետ, այնքան մոտենալ Աստծուն, մինչեւ բարեկամի կարգավիճակ, որ Ենովքի համար գրված է եւ Ենովքը 300 տարի Աստծո հետ քայլեց եւ այլևս չգտնվեց։ Այնքան մտերիմ էր Աստծո հետ, որ առավոտը վեր էր կենում, Աստծո հետ էր վարվում։ Իրիկունն էլ Աստծո հետ էր վարվում։ Այնքան Աստծո հետ քայլեց, այնքան Աստծո հետ մեկացավ, մոտեցավ ու մեկացավ, որ Աստված ասավ, այսօր արի գնանք, մի գնանք ու տեղերում քնի, արի գնանք իմ մոտ քնի։ Ու Ենովքին տարավ, ու Ենովքն այլևս չգտնվեց, որովհետև այնքան էր մոտեցել Աստծուն, այնքան էր մեկացել Աստծո հետ, որ նա այլևս չգտնվեց, երկինք տարվեց։ Աստծո նպատակը սա է, որ մեզանից ամեն մեկին աճացնի մեկության մեջ, որովհետև Կորինթացիս թուղթը խոսում է ընտանիքի վերաբերյալ, երբ որ տղամարդու եւ կնոջ մոտենալու մասին, մեկանալու մասին է խոսում, ասում է, երբ որ կինը մոտենում է տղամարդուն կամ հակառակը, իրանք երկուսն իրար հետ մեկ են լինում։ Եվ ով որ մոտենում է Աստծուն, նրա հետ մեկ հոգի է դառնում։ Այնքան փափակ կա Հոր սրտի մեջ մեկանալ մեզանից ամեն մեկի հետ։ Այնքան փափակ կա Աստծո սրտի մեջ, որ մոտենա մեզ ու մեկանա մեզ հետ, բայց ցավոք սրտի մենք մարդիկս ախորժակը կորցրել ենք Աստծո ներկայության նկատմամբ, Աստծուն մոտենալու, նրա հետ մեկանալու, բայց Հոր սրտի փափագը սա, որ մոտենա մեզ եւ մեկանա մեր հետ։ Եվ Աստծո սրտի փափագը սա է, որպես մեզ աճացնի այս մեկության մեջ, աճացնի հոգևոր սանդղակի մեջ, որպեսզի մենք մեծանանք, աճենք եւ ինչքան մոտենանք իրան, այնքան մեկանանք ու նույնանանք Աստծո հետ, որ մեզ նայողները իրան նայեն, որ երբ որ մենք քայլենք, ոնց էր, որ գրված է, որ Պետրոսը քայլում էր եւ նրա շվակից հիվանդները բժշկվում էին։ Նրա շվակից, այս ոնց պատահեց, որովհետև այնքան մեկացում կար նրա եւ Քրիստոսի մեջ, որ երբ որ նա քայլում էր, Քրիստոսն էր քայլում։ Երբ որ Պողոսի մարմնից թաշկինակներ էին տանում, հիվանդների վրա դնում էին, բժշկվում էին, այս ինչ ոչ աստվածաբանական մի հատ երևույթ է, թաշկինակը տանեն դնեն հիվանդի վրա բժշկվի, բայց ինչի էր սա կատարում, որովհետև այնքան մեկացում կար Քրիստոսի եւ քրիստոնյայի միջև, որ այս երևույթը կատարվում էր։ Եվ Աստծո հետաքրքրվածությունը մեզանից ամեն մեկի համար սա, որպեսզի մեզ աճացնի Քրիստոսի հետ մեկության մեջ, որպեսզի երբ որ մենք քայլենք, երբ որ մենք խոսենք, երբ որ մենք գործենք, երբ որ մենք շարժվենք, Քրիստոսը շարժվի, Քրիստոսը գործի, Քրիստոսը խոսի։ Եկեք կանգնենք աղոթքի։ Մենք հավատում ենք մեր Փրկիչ, որ դու մեզանից յուրաքանչյուրի համար դեռևս ճանապարհ ունես նախատեսած, որպեսզի մենք աճենք, որպեսզի մենք գնանք, որպեսզի մենք հասակ առնենք Հիսուս Քրիստոսի մեջ, որպեսզի մենք դեռևս կրթվենք, որպեսզի մենք դեռևս լուսավորվենք, որպեսզի մենք դեռևս զոհաբերվենք, որպեսզի մենք դեռևս նպատակ դնենք մեր աչքերի առաջ, հետևելու քեզ, հետևելու քո կամքին, հետևելու քո ճանապարհի մեջ, այն նպատակին, որ դու դրել ես մեզ համար։ Հավատում ենք, որ դու չես ուզում, որպեսզի մենք մանուկ մնանք մեր հավատքի ճանապարհի մեջ, չես ուզում, որ մենք երեխա մնանք, տկար մնանք, տհաս մնանք, այլ դու հետաքրքրված ես մեզանից ամեն մեկին աճացնելու քեզ հետ մեկության մեջ, աճացնես մեր աշակերտվելու մեջ, մեր կրթության մեջ, երկնքի թագավորությունը լուսաբանելով եւ սովորացնելով մեզ։ Հավատում ենք, որ դու հետաքրքրված ես մեզ Քրիստոսի նմանությունը բերելու եւ կերտելու մեր մեջ Տեր Հիսուսի նմանությունը։ Եվ այսօր մեր սրտերն ենք խոնարհացնում քո առաջ եւ գիտակցելով մեր թերի, մեր տկար, մեր ոչ ամբողջական լինելը, խնդրում ենք քեզ, որ Սուրբ Հոգու ձեռով մեզ աճացնես Տեր Հիսուսի կամքի մեջ, Տեր Հիսուսի նպատակի մեջ, Տեր Հիսուսի հետ մեկանալու մեջ։ Մենք այսօր մեր սիրտն ենք խոնարհացնում եւ խնդրում ենք քեզ, որ Սուրբ Հոգուն միջոցով մեր ձեռից բռնես ու մեզ հասցնես քո կամքին, քո նպատակին։ Մենք հավատում ենք, որ այն գործը, որ դու սկսել ես մեզանում, մինչև իր ավարտը կհասցնես եւ մեր հոգին եւ շունչը ու մարմինը ամբողջական կներկայացնես Հայր Աստծուն։ Շնորհակալ ենք քեզանից մեր Փրկիչ Աստված, որտեվ հավատում ենք, որ քո կամքը մեզ համար նա է եղել, որ մենք
այն ճանապարհը, որ մինչև այստեղ անցել ենք, շարունակենք այն ճանապարհը, որ դու դեռևս նախատեսած ունես մեզ համար, եւ ասում ենք թող օրհնյալ լինի քո անունը, թող կատարվի քո կամքը, ինչպես որ երկնքում է, այնպես երկրի վրա մեր կյանքերի մեջ Հիսուս Քրիստոս, մեր փրկիչ Տիրոջ անունով, եւ քեզ լինի պատիվ ու փառք ու մեծարանք։ Հավատում ենք քո կամքին, հավատում ենք քո գործին, հավատում ենք քո Սուրբ Հոգուն, որ դեռևս մեր ձեռքից բռնած կտանի եւ կառաջնորդի դեպի քո կամքը, եւ քեզ լինի պատիվ ու փառք ու մեծարանք Տեր Հիսուսի անունով։